Փառք Տիրոջը։ Ուզում եմ շարունակենք մեր Աստծո ծառային վերաբերվող նյութը եւ կանգ առնենք մի քանի կետերի վրա, որ ծառայողը կարող է լինել ծառայող, բայց ինչպես է ծառայում այդ ծառան։ Արեց, բայց ո՞նց արեց։ Կարող է չէ մեկ անել շատ ճանասիրաբար, սիրով, նվիրված, մեկն էլ ասում է ճարս ինչ որ չանեմ։ Դրանք նույն ձևով չեն ծառայի։ Օրինակ կարող է ծառայությունը լինել պարտքի զգացումով։ Դա ծառայություն է։ Մարդը անում է, բայց անում է հարկադրանքից ելնելով։ Հնարավոր է այդպեսի բան։ Անում է, որտեղ դե ստիպված է անում, ուրիշ ինչ անի։ Սա է ծառայության մի տարբերակ է։ Կամ ճնշմամբ, պարտադրված, ստիպողաբար անում է։ Մարդը կարող է անգամ իր ընտանիքին ծառայել, էլի ստիպված։ Մեկն էլ կարող է ծառայել շատ նվիրված եւ սիրով։ Հիմա պարտավորաբար արվածը նման չէ սիրով անելուն։ Օրինակ շատ կա, չէ, վիճաբանություններ տարբեր ընտանիքներում, մեկը կինն ասում է դու պարտավոր ես ինձ սիրել, չի ստացվում այդ պարտավորված սիրելը։ Իրեն ասում է դու պարտավոր ես հնազանդվել, ոչ այն մեկը կարողանում է սիրել, ոչ էլ հնազանդվել, կամ եթե անում են, ուղղակի անում են այսպես ֆիկտիվնի, ուղղակի ձևական, որովհետև պետք է գոնե այդ արտաքին ձևը պահել։ Դա լավ չէ։ Ես ուզում եմ կանգ առնել մի օրինակի վրա, որ վերջերս եղբայրները շատ անգամ են կանգ առել, ուղղակի մի ուրիշ տեսանկյունից ուզում եմ նայենք Հովնանի ծառայությունը Աստծուն։ Հովնանը սովորական մի հրյա չէր։ Հովնանը մարգարե էր, Աստծո մարգարե։ Մարգարե մարդը ունի Աստծո ճանաչողություն։ Մարգարե մարդը Աստծո բերանից լսում է Աստծո խոսքը։ Եվ նրա պատգամակատարն է, որ այն զինվորի պես պետք է ասի, լսում եմ Տեր եւ կատարի Աստծո հրամանները։ Եվ Աստված իր ծառաներին չի առաջարկում, նա հրամայում է։ Գիտեք, չէ՞ որ այդպես է։ Աստված մեր հետ առաջարկ չունի։ Նա խոսք ունի, ասում է եւ դու պետք է այն կատարես։ Երանի քեզ, եթե դու այն սիրով կանես։ Հովնանը շատ սիրով արեց Աստծո, ասածը թե չէ։ Չէ։ Հիմա թռուցիկ այսպես անցնեմ Հովնանի վրայով ու մի քանի կետերի վրա կանգ առնենք։ Ու դուք դες դրեք այդ Հովնանի տեղը, որպես Աստծո ծառա։ Աստված Հովնանին ասաց, որ գնա Նինուե քաղաք եւ այնտեղ քարոզիր մարդկանց ու ասա, որ այս քաղաքը պետք է կործանվի։ Այսինքն Աստված եթե ուզենար ուղղակի կործանել, չէր ասի գնա ասա։ Կվերցներ կկործաներ, այնպես ինչպես Սոդոմ Գոմոր քաղաքների հետ արեց։ Որ ասաց գնա ասա, այսինքն գնա քարոզիր մարդկանց, որպեսզի դարձի գան եւ ապաշխարեն։ Հովնանը գնաց։ Չէ։ Ինչ արեց։ Էլա փախավ Թարսիս։ Հովնան, ուր ես փախնում։ Դու մարգարե մարդ ես, դու չգիտես, որ Աստծո աչքերից դու չես կարող ծածկվել։ Մենք վերջերս մեր երիտասարդները նկարանել էին մի նյութ Անխել Խաչատուրի մասին, մենք միասին էլ նայեցինք։ Խաչատուրի նրեշտակը Աստծո կողմից 15 տարվա կյանք տվեց, որպեսզի ճիշտ ապրի, ուղղիր սխալները։ Շռայլեց ժամանակը, կերավ, խմեց, ուրախացավ, ժամանակը անցավ, եկավ 15 տարին լրացավ, մտածում էր հիմա կկանգնեմ հրեշտակի առաջ, ես ինչ պետք է ասեմ։ Որոշեց փախնել Թեհրան։ Հայաստանից մոտիկ է էլ Իրանը, այս մեղրիով ասեց ելնեմ փախնեմ Թեհրան, այնտեղ մարդիկ ծածկված են ապրում։ Այսպես ծպյալ են էլի նրանց հանդերձները։ Մուրն էլ քսեմ երեսից հրեշտակը ինձ պետք է ճանաչի։ Լեռների վրա հրեշտակը կանգնեցնեմ, ասեց Խաչատուր, ես ուր ես փախչում Աստծո երեսից։ Որ բլբլցրեց։ Օգուտ տվեց այդ բլբլոցը, ոչ մի օգուտ։ Եվ ասաց սպիտակ երեսով երկինք չուզեցիր, դեմերոտ դեմքով շուտ դժոխք անցիր։ Այսօր Աստված առաջարկում է, որովհետեւ մենք սպիտակ երեսով երկինք մտնենք։ Պարզ, մաքուր, լվացված, արդարացված, պարզաճակատ կանգնենք Աստծո առաջ։ Բայց եթե մենք ուզում ենք մրով ծածկվելը մեզ կթողնի այնց հետ Սիսիանի լեռների վրա, շատ առաջ չի անցնի։ Ուրեմն
Աստծո աչքից անտեսանելի ոչինչ չկա եւ Աստծո խոսքն ասում է որ Աստծո աչքին ամեն բան մերկապարանոց է այսինքն Աստծո համար քո շոր հակած չհակածը նշանակություն չունի նա ամեն ինչ գիտի ամեն ինչ տեսնում է դրա մոտ ծածկույթ գոյություն չունի իլուր մնաց դու փախնես միտեղ ուզենաս այդպես ծածկվել բայց Հովնանը թե ինչ փչեց սրա խելքին վեր կացավ եւ փախավ նստեց մի նավ եւ այդ նավը նավարկում էր դեպի Թարսիս չկարդամ էլի երկու խոսքով բացատրեմ որ ման չլինի ճանապարհին փոթորիկ բարձրացավ փոթորիկի հեղինակը Տերն էր այնպես էր ալեկոծում նավը որ խոճապի մատնված նավապետը նավավարները ամբողջ ազնագազմը ինչ որ բաներ էին ուզում անել նավը փրկելու համար հետո ինչ որ բեռներ էին թափում ջուրը երևի այդպեսի բաներ անում են էլի նավը թեթևացնելու համար չգիտեմ աղոթում էին արդեն իրենց աստված չաստվածներին ով ինչ կուրք ուներ մտածում են սա վերջն է էլի գոնե մեր փրկությունը լինի մեր պաշտած հավատացած Աստծուց կամ կուրքից մի հոգի կար որի մասին գրված է նավախելում այն նավասենյակներից մեկում ներքևի քնած էր ու խորն էլ քնած էր միտեղ դաժե ասում է մռափում էր նավը խորտակվում է Նինուե քաղաքն էլ է կործանվելու շուտով դու Աստծո պատգամը տանողն ես բա դու ո՞նց ես քնե վերջը որ գալիս են սրա քնից հանում ասում են մենակ դու ես այստեղ անհոգ բոլորս կործանվում եք վեր կաց դու էլ քո Աստծուն աղաղակի այստեղ գոնե ճիշտ ասեց այս ծովը չի հանդարտվի միայն մի դեպքում եթե ինձ չվերցնեք ու չգցեք ծովը եւ վերցնում են նրան շպրտում են ծովը եւ փոթորիկը հանդարտվում է Հովնանը ինչի ասեց շպրտեք ծովը եղբայրս մեկն ասում էր չէին գարե այդ նավով տանին իջեցնեին այդ Նինուեի ապկային չէ Հովնանը շատ լավ գիտեր որ եթե իրեն ծովը չշպրտեն Նինուե չի հասնի այդ նավը մեկը ինքը այսպես թե այնպես խեղդվելու է եւ շպրտեցին ծովը եւ Տերը հրամայեց մի հատ կետ ցկան այդ կեցուկ եկավ կուլ տվեց Հովնանին ու տարավ դեպի Նինուե երբ դուք կկարդաք Աստծո խոսքը կարող է հանդիպեք շատ անտրամաբանական բաների բայց հիշեք Աստծո համար անտրամաբանական բան գոյություն չունի նա ամենակարող Աստված է ամեն ինչ կարող է նա անել եթե նա հրամանտ այսպես լինի այդպես կլինի Քանի օր Հովնան այդ նավով գնաց Ստորգենյա Սուզանավով որ կեցուկներ գրված է 3 օր ու 3 գիշեր Տեր Հիսուսն էլ այսպես մեջբերում արեց ինչպես Հովնանը կետի փորի մեջ էր 3 օր ու 3 գիշեր այսպես մարդը որդին պիտի լինի երկրի սրտում 3 օր ու գիշեր կետի ստամոքսի մեջ լավ ասենք ստամոքսը այս շենքի չափ չէ ինչ որ մի չափ պետք է լինի ամենայն դեպս Թթվածին պետք չէր իրան չկար բայց ինքը պետք է ապրեր պետք է տարապեր առանց թթվածին ու չմեռներ մինչև հասնել ընդեր գիտեք ստամոքսի մեջ ստամոքսահյութը արտադրում լիտրերով չէ բոշկեկով շփում էր Հովնանի վրա Հովնանը լախկում էր այդ կիսլատի մեջը բայց դե շարունակեր 3 օր կետը նրան տարավ մինչև հասցրեց Նինուե ու այնտեղ ինչա գրած ասма տարավ եւ փսխից դե պատկերացնում եք փսխունքի մեջ լավ ու բտի ավելարան քարոզի այդտեղ այստեղ դա կարդամ ես հատվածը Ձկան փորի մեջ Հովնանը ինչ էր անում ի վերջո փորի մեջ որոշեց աղոթել շատերը իրենց լավ պայմաններում են սիրուն ընդարձակ լուսավոր տներում հարմարավետ պայմաններում չեն աղոթում ասում բայց որ ընկնում են նեղության մեջ սկսում են աղոթել որ ընկնում են դժվարության մեջ հիվանդության մեջ սկսում են աղոթել երբ որ իրենց երեխան գտնվում է պատերազմի դաշտում կամ ինչ խնդիրների մեջ սկսում են գիշեր ցերեկ անդադար աղոթել ճիշտ եմ ասում ես թե չէ նեղության պայմանները քեզ ստիպում է որ դու հայացքը դարձնես դեպի Աստված երբեմն Աստված կարող է թույլ տալ մեզ նեղություններ թեկուզ լոկային պատճառով որ հայացքը դարձնես դեպի Աստծուն որովհետև վաղուց դու քո Աստծուն չես հիշում եւ քո վիճակը շատ ծանր է եւ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը Աստծուն եւ ասաց
իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի։ Հələ Բերանդ ինչ էր որ չկանչեիր։ Եվ նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի ու դու լսեցիր իմ ձայնը։ Եվ դու ինձ գցեցիր խորխորատը ծովերի սրտի մեջ եւ հեղեղները պաշարեցին ինձ, քո բոլոր կոհակները ու ալիքները անցան իմ վրայով։ Պատկերացնում եք նրա վիճակը։ Եվ ես ասացի, ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դերևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին։ Ջրերն ինձ մինչև հոգիս պաշարեցին, շրջապատեցին, անդունդը ինձ պաշարեց, ջրիմուր փաթաթեց գլխիս։ Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենթանի հանեցիր գուբից, ով Տեր իմ Աստված, երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, եւ իմ աղոթքը քեզ մոտ քո սուրբ տաճարը ասավ։ Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը, բայց ես գոհնակություն ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ, տված խոստումս պիտի կատարեմ։ Ուշադիր լսեք, տված խոստումս պիտի կատարեմ։ Այդ ինչ խոստում էր տվել։ Տերն ասեց գնա Նինվե, ասեց կգնամ Տեր, բայց չգնաց։ Տերը բերեց հասրեց այդտեղ, ասեց Տեր հասկացա, այն որ ասել էիր կկատարեմ։ Եվ Տերը հրամայեց ցկանը, որ նա Հովնանին փսխեց ցամաքին։ Լավ։ Մի մարդ որ սիրով չի եկել այդտեղ, ոնց պետք է քարոզի մարդկանց ապաշխարություն։ Մեր տանը մի երկու անգամ այդպես փորձ եղել է։ Օրինակ երեխեքից մեկը Սուրենին։ Ինքը որ նստած ելնի մի բան զբաղված ասենք ինչ որ բանով, պայատ անում, ինչ որ նուրբ ինչ որ գործ անում։ Եղել է։ Ասեմ Սուրեն մա ջուր կբերես։ Սիրուն դրել է պայատնիկը, էլե գնացի ջուրը բերե տվել է ինձ, նորից եկե նստել իր պայատին։ Մի չէ որ ասի Սուրեն գնա մա տես ինչ նրա։ Էդիկը թողներ կեթար էդ ինչ կաներ կգա խելուկ 10 անգամ որ ասեի կն փոփոխություն անի, մի անգամ չէր ատա, բայց զզված էր էլի, մի անգամից ասա։ Դες ման չկար։ Շատ խելուկ հնազանդ էր։ Այդ յուրահատուկ կերպար էր իմ բոլոր երեխեքի մեջ։ Մի ուրիշ ինչ ասեմ անունը, որ ասեի մատ ջուր բեր չէ, բազմոցին որ պարկածել էր, ասենց թեքվում էր, ասենց գլորվում էր հատակին, նորից բռնելով ասենց հելնում էր, ալարկոտ անգյալ, գնում էր ջուրն ասենց ճղճփելով կարող է բերեր տար։ Որ ասեի մի հատ էլ ուրիշ բան, հնարավոր է որ արդեն նեղվեր։ Այսինքն ծառայություններ արեցին տարբեր մոտեցմամբ։ Այստեղ Հովնանը որ լավ ես մտածում եմ իմ տրամաբանությունն է, ահա եկավ ասեց գլսեք ով Նինվեի բնակիչներ Աստված շուտով էս քաղաքապետի կործանի գնացեք ձեր մուրց գլուխ կապաշխարեք չեք ապաշխարի դուք գիտեք ես ասեցի իմ ասածը բրծա գնաց նստում այնտեղ քարոզեց բայց եկեք տեսեք որ այս քարոզությունը արդյունք տվեց Ոմա ծառայությունները ինձ էսպես են Շատ անգամ պատահել է, որ ավետարանչության հավաքությունների ժամանակ կամ թեկուզ անհատական մարդկանց ավետարան վկայելու դեպքում մարդիկ այնքան չեն քարոզում Աստծո արքայության մասին, որքան քարոզում են դժոխքի դատաստանի մասին։ Ես հիշում եմ մի ծեր քույրիկ ունեինք, տարեց, որ խոսում էր ասում էր վայ դժոխքի վարման կրակները գլեցվից երկրին ալ մի հատ Քրիստոսի փրկության մասին ասա ասի երկինքի գեղեցկության մասին ասա ինչու մի հատ ինձ ասա որ այս մարդի մեջը կարիք առաջանա դեպի Քրիստոսը վերջում ասա եթե այս բոլորը առամար էս անտեսես ցավում է որ դժոխք կարող է գնաց այսպես հնարավոր է մարդը քարոզի մի օր այդ իմ տեղնակատուց ժամանակներս էր նոր եմ ապաշխարում երանդես տեղնա բայց խելքս տեղը չի Իմ հարազատներից մեկի հետ խոսում էի, հակառակվեց, շատ հակառակվեց, ասեցի քո նմաների տեղը դժոխք գնա։ Ես նայեց աչքերի մեջ, ասեց քո նմաների տեղն էլ այն բաղնիկի ճամփի վրա երկար շենք կա, տեղա, այսինքն կոլխոզի ֆերման։ Քո նմաների տեղն էլ տեղա։ Հետո մտածի ասի, ադի ճիշտ էլ ասեց։ Ախր ես ինչի՞ ես մարդու մի անգամից կտրուկ կծեցի էլի վիրավորեցի։ Էնել ասես քո նմաների տեղները ստեղա։ Այսպես չկարողենք ավետարանը մարդկանց 100 անգամ պետք լինի մարդուն 100 անգամ սիրով քաղցրությամբ փորձիր բացատրել, որովհետև դու նպատակ ես դրել նրան դարձի բերելու, ոչ թե ուղղակի ցույց տալու, որ դու կորսված ես, դու անխելք ես, դու ամբարիշտ ես, դու անհավատ ես կամ դու շատ վատն ես։ Մենք բոլորս ենք ժամանակին եղել հենց այդպեսին։ Եվ հիշեք, մենք չենք կարող մարդու սիրտը փոխել։ Ոչ մեկի սիրտը ոչ մեկը չի կարող փոխել։ Երբ որ
Տերը հարցվեց աշակերտներին, մարդիկ ինչ են ասում իմ մասին, ով եմ ես։ Ասին մեկն ասաց Հովհաննես Մկրտիչը, մեկն ասաց Եղիա մարգարեն, մեկը Երեմիա, չգիտեմ, մարգարեներից մեկը, ասաց իսկ դուք ինչ եք ասում, ով եմ ես։ Պետրոսը առաջ եկավ եւ ասաց. Դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Ասեք թե ինչ ասաց Տերը։ Սիմոն Հովնանի որդի, մարմինն ու արյունը չէ, որ քեզ հայտնեց այլ մասին, այլ իմ հայրս, որ երկնքում է։ Այսինքն Սուրբ Հոգին հայտնեց Պետրոսին իր սրտին, որ ահա սա է Աստծո որդին։ Քրիստոսի Աստծո որդի լինելու հայտնությունը մենք կարող ենք առնել Սուրբ Հոգուց։ Իսկ վերստին ծնոտը մեր մեջ առաջանում է Աստծո խոսքը որպես հոգի եւ Աստծո հոգին այդ հոգի խոսքից մեզ ծնող նոր կյանքի համար։ Ուրեմն Աստված մեզ պիտի դա հայտնություն ներսում, որ մենք հասկանանք, որ Քրիստոսն Աստծո որդին է եւ դառնանք Քրիստոսին։ Բայց հիշեք, մեր մեղավորության զգացումն է առաջանում Սուրբ Հոգու հայտնությամբ։ Դուք փորձեք մեկին անավատ մեկին գնացեք ասեք դու մեղավոր ես անբարիշ ես դուք ասեք դու մեղավորներ ես դու ես իմ նման արդար մարդ չկա չի եղի այդպես մարդ ես չի հանդիպի ինձ ինքան հանդիպի մի նորահոգիների հավաքույթի ժամանակ ես էի անցկացնում մի հատ կին կար գալիս էր բայց ավելի շատ խանգարում էր անգամ մի անգամ ինձ ասեցին այ ախպեր մի թող այդ կենիկը գաստեղ էլի դու բայց ասեք ես ով եմ որ չթողեմ ես մարդը ինքը ուզում է եկել է այդպես է այդ մարդը դա ուզում Անդադ ասում էր, ես որ ասում եմ մեղքի զգացողության մասին բացատրում, ինքը անդադ հակառակում էր, ով է մեղավոր, դուք սաղ մեղավոր եք, ես այսպես եմ, ես այնպես եմ։ Բայց երբ որ Սուրբ Հոգին կպավ նրա սրտին, արդեն բոլորից առաջ ասում էր ես եմ մեղավոր։ Ոնց որ մեր Արմեն եղբայրը Կալուգայի հովիվը պատմեց մի դեպք, ասեց մի կին կար մեր եկեղեցում, անունը Թելո էր։ Այդպես իմ ասածի նման միշտ հակառակվում էր ու մի օր որ Սուրբ Հոգին կապնում ասրա սրտին ինչ ասում ենք ասում է Թելոնա մեղավոր մի օր աղոթքա վերստում ասում է Տեր ջան ես ինչն եմ ամոթ ինձ Տեր ջան ես եմ արի ամոթ ինձ Տեր ես եմ արի ամոթ ինձ եկավ ասա միտեղ ասես ես շնություն եմ արի գետին մտից Թելո ասենք այսպես էր մեղավոր վիճակը բերում Աստծուն Գիտեք ինչը, որովհետև Աստված կպել էր նրա սրտին, ինքը հայտնություն էր առել իր մեղավորության մասին։ Եվ յուրաքանչյուր մարդ, երբ որ ինքը հայտնություն առավ իր մեջ, որ ինքը մեղավոր անձնավորություն է կորցված, կարիք կզգա Քրիստոսին։ Քրիստոսին կգնա այնպես, ինչպես որ արժան է գնալ Աստծո որդուն, ով եկավ աշխարհը փրկելու, որովհետև մարդու որդին չեկավ, որ աշխարհը դատի, եկավ, որպեսզի աշխարհը իրենով փրկվի։ Հիշեք, սիրելի իմ եղբայրներ, քույրեր, մեր քարոզության հիմքում պետք է դնենք սա Հիսուս Քրիստոս երկիր չեկավ, որ աշխարհը դատի, այլ եկավ, որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ուրեմն մեր ավետարանության հիմքը պետք է դնենք փրկությունը եւ ոչ թե դատաստանը։ Շատ լավ։ Բայց եկեք տեսեք, որ Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին 120,000 հոգի։ 120,000 հոգի դարձի եկան Հովնանի քարոզությունից։ Հիմա Հովնանի քարոզության այդ բաններ պատճառ որ երանդն ու որակներ պատճառը որ ապաշխարեցին թե Աստծո հայտնությունը որը տրվեց այդ քաղաքին Աստծո ներգործություններ որպեսզի այդ մարդիկ դարձի կան Ուրեմն եթե մեկի տունը վառվում է բաժառանգ է վառվում է առաջինը դու պետք է ինչ անես Վազես այդաս հանդիմանես փաշտես ասես չեք այս արեն չեք լուսկին տվի երեխից եռա չեք էս միացած տողի օսանք դու այդ պետք է ասես թե վեդրոն վերցես վազես առաջինը կրակը հանգցնես ուրեմն իշեք մենք առաջին չվազենք մարդկանց հանդիմանելու իրենց սխալների համար թեկուզ անգամ իրենք մեղավոր լինեն այդ սխալի պատճառով ընկած փորձության մեջ մենք պետք է մարդկանց առաջինը փրկենք այդ իրավիճակից հետո ասենք տեսար հետևանքը ինչ եղավ սրա ուրեմն պետք է ուշադիր լինել եթե այդ մարդը կլինի անգամ մեր եղբայրը կամ քույրը Հովնանը սկսում է Աստծո վրա մունատ գալ Ես Հովնանը իմ համար յուրատուկ մարգարե է եղել ես չգիտես գժի տեղ տնես իրան թե խելացի մարդու բայց մենես բաները մեկ-մեկ ասում ու անում որ զարմանում ես որ Աստծո մարգարեն կարող է այսպես անել լնայեք Հովնանը խիստ դժգոհեց ու զայրացավ աղոթք արեց Տիրոջն ու ասաց ով Տեր սա չէր ինչ որ ասում էի քանի դեռ
իմ երկրում էի։ Սրա համար շտապեցի փախչել Թարսիս, որովհետև գիտեի, որ դու ողորմած, գթառատ, երկայնամիտ ու բազմավորում Աստված ես, կզղջաս չարիքի համար, եւ հիմա ով Տեր աղաչում եմ, առ ինձնից իմ հոգին, որովհետև մեռնելս ապրելուց լավ է։ Ուրեմն լավ քարոզեց։ Իմ ասացի պես 120,000 հոգին ապաշխարեց, նեղվավ, ասեց դու ես գիտեի, մեկը դու իրանց ներող էիր, գիտեմ, որ դու բազմավորում, բարի Աստված ես, դու ինչի բերիր գծիր ստեղ։ Նեղվում է, շատ է նեղվում։ Այդ ու մի հատ, չգիտեմ ինչ մի փոքր մոքր բան ասարկում, նստում ատեղ, սպասում է տեսնել վերջին ինչ կլես քաղաքի։ Կկործանի Աստված, թե ներից արդեն։ Այդ ժամանակ Տերը Ռաման ատալիս մի հատ դդմի քոլա աճում դդմի տերևները գիտեք չէ՞, այս մեծ ասում ես ելու ծածկում հով ալում հովնանի վրա շատ լավ ասկու իրեն այդ դդմելու բանի տակ բույսին ու սպասում եմ մինչև հաջորդ օրը տեղեկություն չկա հաջորդ օրը Տերը մի ворթի Ռաման ատալից գալիս է դդմենու արմատը կրծում է դդմեն ինչ որ անում է հելնում նեղվում ջղայնանում ասում է մեռնել ես ապրելուց լավ է Լնայեք իմ կարդամ Տիրոջ խոսքը։ Եվ Աստված Հովնանին ասաց. «Միթե լավ է որ բարկացել ես այս դդմենու համար»։ Ասաց լավ է որ բարկացել եմ։ Բարկացել եմ ինչի՞ մա։ Ինչ մարգարի կլնի։ Ու Տերը էլի չի իրան մի ապտակ չի տալիս էլի այս բային։ Էլի ասում է որ դու այս քաղաքի համար, այս դդմենու համար դու աշխատանք չթափեցիր։ Ծլեց, դու չաշխատեցիր, չորացավ, դու չաշխատեցիր։ Ափսոսում ես որ չորացա, բայց 120,000 քաղաքի համար պիտի չափսոսամ, որոնք իրենց աշնուծախը չգիտեն։ Բարձա։ Հիմա տեսեք, Աստծո մոտեցումը մեղավորին, մարդու մոտեցումը մեղավորին ինչպիսին է։ Ինչքան կուզեք դուք խղճով եղեք, Աստծո մեծ խիղճ չեք ունենա։ Ինչքան կուզեք արդար եղեք, Աստծո ավելի արդար չեք լինի։ Եվ Աստված մեծ է եւ իր դատաստանների մեջ, եւ իր ողորմությունների մեջ։ Մենք ջանանք, որպեսզի արժանանանք Աստծո ողորմածությանը։ Ծառայության մի ուրիշ տարբերակ ասեմ, զինվորական ծառայություն։ Այստեղ շատերը, եթե ոչ բոլորը, զինվորական ծառայություն անցած մարդիկ եք, կամ Յուրիկ աղբերն եղել է ոստիկանական ծառայության մեջ։ Մենք որ ծառայության մեջ մտնում ենք, զինվորը գնում է բանակ։ Ինչ են ասում ծնողները։ Աշխարհաբեջան գլուխը ցածր կպայես, չէ՞։ Ոչինչ դիմացի, երկու տարի մի կերպ անցկացրա, խելոք եղի, կամ շատերը բանին անում օգնում են, որ այնտեղ պովերը լինի, չէ՞ խոհարարը լինի բանակում լավ է, չէ՞ խոհարարը, կամ այն խաց կտրող խլեպ արեզ լինի, այդտեղ լավ է, կամ մի հատ պայեստի վրա նստի, ծառայություն լավ, սալդատ սպից служба идет։ Սրանք են զինվոր։ Բայց սրան չես կարող բերել հավասարեցնել այն ազատամարտիկին կամ այն մյուս զինվորին, որ գնացել է կյանքը պետք է գազ դեպքում տնելու հայրենիքի համար։ Սրանք նույն ձևով չեն ծառայի։ Պայեստում եղած զինվորը չէ հաղթող զինվորը։ Պատերազմի դաշտում իր կյանքը բռի մեջ տնող ու թշնամու առաջ գնացող զինվորն է հաղթող զինվորը։ Հասկանալի է, եթե փոխադրենք մենք հոգևոր դաշտ, մենք երբեմն կարող ենք հենց այսպես ծառայել Աստծուն։ Ծառայում ենք ուղղակի մեր պարտականություններից ազատվելու համար եւ ոչ թե ծառայում ենք սիրահոժար, որովհետեւ դա շատ անհրաժեշտ է։ Ցավոք սրտի կան նաեւ այսպիսի միսիոներներ։ Հիմա մեկ ուրիշ տարբերակ ասեմ։ Շատ ենք մենք կանգ առել, որ մենք սիրացած ծնողներ կարող ենք ունենալ, որոնք խնամքի կարիք ունեն։ Պետք է խնամել, թե ոչ։ Երեք մեր երեխեքից մեկը ասեց, գիտես, որ քո քեռուն ծերանոց են տարել։ Իրանք Ֆրանսիայում են ապրում։ Ես չգիտեի, ճիշտ ասած, զարմացա, ասի ոնց քեռուս տարել են ծերանոց։ Դե, ինձ աղապե հիվանդ է։ Դե ուզեցի պաշտպանել, էլի, ասեցի, դե երևի այնտեղ Ֆրանսիայի ծերանոցները մեր տներից էլ լավ է, այնտեղ պայմանները լավ է, տարել են, այնտեղ շատ ավելի լավ է, քան իրանք չկարողանան հոգ անել, դե աղջիկ են իրանք հորը ոնց դնելա, վերցնելա, հա տղեն աներ, դե տղեն դժվար աներ, տղեն այդպես ասում է քո մամային ոնց արի, ասի իմ մորը ես չեմ արել, իմ կին քոմ մերն արել։
որտեվ ինքը ամեն ինչ իր վրա վերցրեց, ես չէի կարող անել այդ նույնը բանը։ Այսինքն տեսեք, մենք պետք է խնամք տանենք, բայց մեկը կարող է խորհուրդ տա, դիմացի ոչինչ մի երկու ամիսակ մեռնի կպրծնի կես կանի։ Դու էլի կանես, բայց ո՞նց կանես։ Մի ցերկին այդպես հիվանդ պարկած էր, ուրեմն իր հարսը գալիս է, կներեք էլի որ էսի պատմում ուղղակի այդ կոնտրաստը ցույց տալու համար։ Գարշոկը պետք է տանի թափի։ Դե վերցնում է գարշոկից ողա Այսինքն, այսպես անելով տանում է, այդ հիվանդ պարկած կինը նեղվավ, էլի ասես, ինչի՞ ես ասում, ասում ինչ ասեմ, ասեմ ուխ։ Հիմա դե անում ես, բայց այդպես ես անում։ Բայց երբ որ քո փոքրիկ երեխան է հիվանդը լուծալում կամ եսի ինչ, օրը գիտեք, քանակամ են ստուգում, էլ հոտը, դու համը, ստուգում են ամեն ինչը տեղնա տեղը չի, որովհետև մի դեպքում սիրով ծառայություն է, շատ բծախնդիր հոգատը, մի դեպքում պարտականություն է, որ դու ստիպված պետք է կատարես։ Էդ էլ լավ է պարտականությունը անելը, ես չեմ ասում դա վատ բան է, բայց հո նման չէ այն սիրուն, որ դու կցուցաբերեք։ Շատ լավ, նույնը եկեղեցում էլ ոմանք կարող են ծառայել, աշխատել դաշտում, տեսել եք օրինակ կոլխոզի դաշտում աշխատում էին բաներ, գոլտնտեսականներ, Արավոտի Սիրիկուն, Արևիտակ, Անդրևիտակ, Քամուտակ, ովքեր են հիշում այդ տարիները։ Մարդիկ էլ նստած կոլխոզի գրասենյակում ղեկավարում էին։ Ղեկավարելն էլ է գործ, ես չեմ ասում այդ վատ գործ է, բայց ու նույն աշխատանքը չէ։ Մեկը Արևիտակ կաշի է տալիս, մեկն էլ ուղղակի ցույց է տալիս, թե որ ուղղությամբ այսօր որ դաշտ պետք է գնաք։ Մեկը պատերազմի դաշտում առաջի գծի վրա ամեն վարդյան հնարավոր է մեռնի, մեկն էլ բունկերում նստած այնտեղից ուղղություն է ցույց տալիս։ Բունկերի ծառայությունն էլ է կարևոր, բայց ու հավասար չէ նրան։ Գուցե ավելի կարևոր լինի ճիշտ ռազմավարություն կազմակերպելու համար, բայց ավելի գնահատելի է նա, ով իր կյանքը իր մեջ դրեց գնաց, նույնիսկ կարող է իր կոմանդերի սխալից ինքը զոհվի։ Հասկանալի է։ Ուրեմն այսպես է, մենք պետք է սրանք հաշվի առնենք։ Ամուսնացել ես։ Համոզել են, ասել են լավ տղա է կամ լավ աղջիկ է, ամուսնացաք։ Բայց չսիրեցիք։ Ոմանք ասում են, ամուսնանաս կսիրես, այդպես բան չի լինում։ Ամուսնանալուց հետո սերը չի բարձրանում, ահագին իջնում է։ Ահագին իջնում է։ Սիրելը շատ կարևոր բան է։ Ես անձամբ լսել եմ այդպիսի վկայություններ, որ հետո կինը արդեն երեխեք լուրջ ընտանիք էր։ Ինքը խոստովանում ասում էր, ինչ որ մեկին խոստովալներ ասում էր, ես իմ ամուսնու շնչառությունից անգամ զզվում եմ։ Դե պատկերացնում եք ինչ պետք է լինի այդ ընտանիքը, երբ որ դու ամուսնու շնչառությունից անգամ զզվում ես։ Կան մարդիկ, չէ, ասենք շնչելուց լսվում է շնչառությունը։ Այդ մարդն ինչ անի, որ լսվում է։ Դու ինչ պետք է ասես, որ չես սիրում, զիբիլ, ծխկում, դու ցենետ կդրելի, թող քնեմ էլի, այդպես պետք է ասես։ Իսկ եթե քո սիրելի մեկն է շնչում, ջան ես ասում, ջան, անուշ, շատ լավ, հաճելի է։ Այսպես է, մենք սրանց միջի տարբերությունը պետք է հասկանանք։ Մի դեպքում դու ծառայություն կանես, հաց էլ կտնես, օակուսներ շորերն կլվանաս, կհարթուկես, ամեն ինչ կանես, բայց կանես պարտքի զգացումից, հոգնած, ձանձրացած, հառաչելով։ Մյուս դեպքում դու կարող ես անել սիրադիր։ Այլ շորը չանած, վառաստանում գցում են լվացքի մեքենա։ Դու ասում ես նոր եմ հակել, 2 ժամ չկա, ինքը մատ ուրիշն է ուզում բերի, որովհետև ինքը այդպես հոգատարակում նկատմամբ։ Բարձր, դա շատ լավ է։ Այս շորերը զորով են ակցիոնում, լվացքի մեքենան առնում է գնում է այդպես շորերս, ասում եմ դու կրակ չեմ գեցիր ծերը, այդ բայց լավ բան է։ Ուրեմն սերը ծածկում է բազմաթիվ մեղքեր, սերը ծածկում է թերություններ, պակասություններ, տկարություններ։ Ուրեմն եկեղեցում էլ սերը կարող է այսպես իրեն դրսևորել, եթե մենք սիրով ենք ծառայում իրար, ոչ թե հոգոց անելով։ Սա ի նկատի ունենանք։ Հիմա կարդամ մի տեղ առաջ Պետրոսի 4-րդ գլուխ 7:11-ից, տեսեք թե ինչպես են ծառայում Աստծուն։ Սա խորհուրդ է տալիս Աստված։ Մոտեցել է ամեն ինչի վերջը։ Ուրեմն խոհեմ մնացեք, արթուն եղեք աղոթքների համար։ Իսա որ ասում եմ, վերաբերում է Աստծո ծառային։ Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատություն։ Միմյանց նկատմամբ հյուրասեր եղեք,
առանց տրտնջալու։ Յուրաքանչյուր ոք ինչ շնորհք որ ընդունել է այն իրար մատակարարիկ որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտեսներ։ Եթե մեկը խոսում է, թող Աստծո խոսքի պես լինի։ Եթե մեկը մատակարարում է, թող դա լինի այն զորությունից, որ Աստված շնորհում է, որպեսզի ամեն բանում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Այսինքն ինչպես ծառայենք, ինչպես որ կարդացի եւ դուք լսեցիք։ Սա պարտքի զգացումով ծառայության մասին, որքան որ մտքովս անցավ ասելը։ Հիմա երկրորդը բավարարվածության զգացումով ծառայություն։ Սա մի քիչ ավելի լավ է պարտքի զգացումով ծառայությունից։ Բայց որն է այն։ Այսինքն որ անում ես, բայց ասում ես, էս էլ երիք է, բոլա, շատ էլ պետք չի։ Իբր յանի ուրիշներն ինչ են արել, որ ով է ինձնից ավելի շատ արի։ Սա էս հոգեբանությունն է։ Հիմա եղել է որ դուք, ասենք մեկը գալիս խնդրում ասում է դժվարության մեջ եմ էլի հիվանդանոցում պարկած հիվանդ կա, այսպես փողերը խիստ անհրաժեշտ ծախսեր կան, չենք կարողանում, խնդրում եմ կօգնեք։ Դու մի մարդ մտածում ասում ես, այս 1000 դրամ իմ կողմից։ Դու ինչ-որ բան արեցիր, էլի հո զրո չէր։ Բայց այդ 1000 դրամը արեցիր, դու քեզ բավարարված զգացիր։ Բայց հնարավոր է մեկն էլ ասի, բայց 1000 դրամ որ տամ, ինչ պետք է անի սրան։ Սպասի 100,000 տամ։ 100,000, ինչի պետք է տաս 100,000։ Որովհետև քո մոտ էլ բավարարվածության զգացումը այդ ձևի է, որ դու մտածում ես, այդ ինչ պետք է անի իրան։ Մանավանդ երբ որ դու այդ հնարավորությունը ունես, ես չեմ ասում, երբ դու չունես։ Ասում ես մուրացկանի մոտով, անում է 100 դրամ, գցում ես այդ արկղի մեջ։ Ինքը շնորհակալ է քեզնից։ Քետևից կորնիկ ես, լավ էր 100 դրամ տվեցիր, կամ 10 դրամ տվեցիր, կամ անում քջջում եք, չէ, տեսնեք մեջը որն է 10 դրամ կա, թե չէ, եթե լումակը ավելի լավ է, լումակ գցեք, որ ոչ իվա։ Մի ծիծաղեք, ոմանք այնց եք անում։ Մեկն էլ գալիս մոտենում է, մուրացկանին ասում է, ինչքան ես դու օրվա մեջ աշխատում։ Ինքը դե չի ասի քեզ ինչքան ամեն դեպքում։ Հանում տալիս ես 10,000 դրամ, ասում ես, այսօր մի նստի ստեղ, գնա տուն։ Հել գնա տուն, հանգիստ նստի, այսօր անցկացրա հանգիստ, ինձ էլ օրհնի։ Սրանք իրարից տարբեր են։ Կա պարտքի զգացումից կամ խղճի զգացումից տված մի բան կա, մի բան, որ քեզ չի բավարարի այդ փոքր էլի, որը դու ընդամենը փշրանք տվեցիր։ Հիմա դուք դպրոցում սովորում եք, կամ ունեք սովորող աշակերտ, որ երկուսս է ստացել։ Հիմա գնահատականները փոխվել է, հիմա գնահատականներից ես գլուխ չեմ անում, դրա համար այն հին ժամանակներով ասեմ։ Երկուս է ստացել։ Երկուս ստացողին ասում են անբավարար։ Ես ուսանող ժամանակ շատ եմ երկուս ստացել։ Դրա համար լավ գիտեմ։ Անբավարար, նեուտ։ Դա լավ չէ։ Մեկն էլ 3 է ստացել։ 3 համարում է բավարար։ 3-ը կարգին գնահատական է, չէ՞։ Լավ գնահատական է, բայց երբ որ 3-ից են կողմել բան կա, ինքը բավարար է կոչվում, բայց կարող է չբավարարի քո պապային, մամային, կամ չբավարարի քո ուսուցչին։ Իմ ուսուցիչը մի օր եկավ ծնողական ժողովեր, անձամբ եկել էր իմ ծնողներին տեսնելու, որ բողոքի ինձնից ասի, ինքը լավ չի սովորում, ինքը շատ լավ կարող է սովորել, բայց չի սովորում, ծեծ կերա այդ պատճառով։ Ասի այն մյուսներն էլ էին 3 ստացի կամ 4, բայց ես ծեծ կերա, ինչի, որովհետև քո նկատմամբ ավելի ուշադիր էին։ 3-ը բավարար էր նրա համար, բայց ոչ քո։ Մեկը ստանում է 4։ 4-ը կոչվում է լավ գնահատական, 5-ը գերազանց։ Հիմա պատկերացրեք երկու աշակերտ մեր դասարանում այդպեսի բաներ եղել է։ Մեկը 4-ը ստացել նստել լացեր լինում, որ ինչի 4-ը ստացվեց, մեկն էլ 4-ը ստացել տոն էր կատարում, որ 4-ը ստացել։ Թորնիկներիցս մեկը Միլենան լավ սովորող էր, շատ լավ էր սովորում։ Մի օր 8 ստացավ, դե 8-ը միկվա 4-ն է, էլի, երևի էցիվիա չէ գնահատական, աշոտ 4-ն է, չէ։ Հա մոտավորապես 4-ը։ Բայ ինքան խուսացին այդ երեխի վրա, ով եկավ թքեց մրից փշտեց, որտեղ ինքը շատ լավ սովորող էր։ Այդ ժամանակ Գագուլս էլ 7 ստացավ։ Ռուսաստանի զանգեցին շնորհավորեցին։ Ասում եմ ոնց է ես 8 եմ ստացել, այսքան նախատում եք, Գագուլը 7 ստացել, շնորհավորում եք, բան եք անում, այա տոն կատարեք, որտեղ քեզնից շատ էր պահանջվում։
Թեկուզ հետո գագուլը շատ լավ սկսեց սովորել։ Այսինքն, այսպես է լինում, էլի, մեկի համար ինչ որ համարում է բավարար, մյուսի համար բավարար չէ։ Մենք ոչ թե այնպես աշխատենք ասո դաշտում, որ ասենք լավ է, մենք 3 էր փախցրեցինք, այլ մենք 5-ից պակասով չբավարարվենք, ինչպես Պողոս առաքյալն էր այդպես սպասում։ Փոքր հետո կառնեմ մնացների առակի վրա, հիմա չեմ մանրանա, որ Տերը տարբեր չափի մնացներ տվեց, տարբեր չափով էլ պահանջեց։ Երեք եղբայրներից Ռոմենի հետ նստած խոսում ենք երկնքի անհավասարության մասին, ես ասում եմ, որ երկնքում այո, ամենամեծ անհավասարությունն է, որովհետև երկինք մտնելը կախված է Քրիստոսի արյամբ ձեռք բերված փրկությունից, որը տրվում է որպես պարգև, բայց երկնքում մեծ ու փոքր լինելը ու վարձքը կախված չէ Քրիստոսի արյունից, կախված է այստեղ Քրիստոսի համար քո արած աշխատանքից։ Պարզ է։ Դու կարող ես մտնել երկինք դատարկ ձեռներով։ Դու կարող ես մտնել երկինք լիքը փեշերով։ Եվ այն կախված է դու ինչ արեցիր այստեղ, ինչպես աշխատեցիր։ Պարզ է։ Դրա համար երկնքում էլ կա անհավասարություն։ Իսկ եթե մենք բավարարվում ենք սրանով, որ ինչպես յուղի մոզին, ինչպես պարավի մոզին, այդպես էլ յուղի նախիրը, ինչպես յուղի նախիրը, այդպես պարավի մոզին, այդպես խոսք կա, չէ՞։ Սա մեր համար չընդունենք որպես սկզբունք, ոչ մենք մոզին ենք, ոչ էլ նախիրն ենք։ Մենք Աստծո զավակներ ենք եւ չպետք է բավարարվենք ավելի քչով։ Մեկին կարող է մի բան խնդրես 10 անգամ անի, մեկին մի բան խնդրես մի անգամ կարող անել, հետո չի անի երբեք, որտեղ ինքը համարում է բավարար է։ Բոլը էլի, yəni ինչ ես ուզում։ Սա տարբեր է։ Եվ տարբեր վարձք կստանան դրան։ Ուրեմն սա լավ է բավարարության զգացումը, բայց ամենալավը չէ։ Երբեք մենք մեծամասնության հետ չշարժվենք, այլ անհրաժեշտության կարիքից ելնելով։ Հիմա երրորդը ու սրանով այսօր կառնեմ։ Գերագույնի զգացումով ծառայություն։ Այսինքն 5-ի ծառայություն, 5 գնահատականի։ Երբ չես նայում կողքիններիդ, այլ առաջ։ Այսինքն քեզ չես համեմատում կողքինների հետ, որ դու իրենցից ավելի լավ ես, դու ուզում ես համեմատել քեզ Քրիստոսի հետ, որպեսզի դու դառնաս իսկապես ամենալավագույնը։ Դու չես ուզում նմանվել կողքինների հետ, այլ ուզում ես նմանվել Քրիստոսին։ Սա էլ կարևոր է։ Հիմա լավագույն աշակերտը իր վարդապետի պես է լինում։ Մեկը կարող է դառնալ իր հովի պես, մեկը կարող է դառնալ Քրիստոսի պես։ Դրանք իրարից շատ են տարբեր։ Մենք իրար չնմանվենք, իրար հետ չհամեմատվենք։ Եթե ուզում ես համեմատվել, համեմատիր քո անձը Քրիստոսի հետ։ Անպայման ձգտում ես անել ավելին, եթե դա հնարավոր է անել։ Այսինքն, եթե կարելի է ավելի լավ անել, դու անպայման ձգտում ես այդ ավելի լավ անել, չես ասում դե լավ երիքա, արդեն ավեսս փախավ։ Երբ բաներ կան, որ կարելի է բոլորին, բայց քեզ չի կարելի։ Օրինակ, շատ աշխատանքներ կան, բիզնեսի տեսակներ կան, հնարավոր որ մեկ անի իր համար նորմալ է, բայց դու որ հովիվ դես անես քո համար նորմալ չէ։ Որտեվ դու խնդիրներ կան տեղեր էլի, որ դու կբախվես այնպեսի խնդիրների, այնպեսի անգամ կգնես անօրինությունների մեջ, ստիպված չես կարողանա դա չանել ու դա կազդի քո շրջապատի վրա։ Հարկային հետ կապված հազար խնդիրներ կան, մուծումների հետ կապված, ՀԴՄ-ի հետ կապված, այնքը չկա այստեղ մի մարդ առևտրի բնակավարում, որ ասի ոչ մի հատ բան թույլ չենք տալիս։ Այսինքն, եթե ուզում ես քո խոսքը դառնա հստակ ազդեցիկ ու առանց քննադատելի, դու պետք է բաներ կա, որ մյուսներից քեզ դրա մեջ էլ տարբերվել։ Օրինակ Քրիստոսի առաքյալները մյուս աշակերտներից տարբեր էին, տարբերվեցին։ Եվ նրանք Քրիստոսի ավետարանը տարան բովանդակ աշխարհում մեկ։ 11-ը նահատակվեցին տարբեր երկրներում։ Որ նայենք նրանք պետք է պահպանվեին, չէ՞, Տերը պահեր, պահպաներ, այսպես ենք մենք հավատում, բայց նրանք զոհվեցին տարբեր պատճառներով, տարբեր դաժան խոշտանգումներով տարբեր երկրներում, բայց Քրիստոսի ավետարանը տարան եւ նման սուրբերի մահը Աստծուն փառավորում էր։ Պատիվ էր Աստծուն այն ժամանակ, երբ որ իր հավատացող զավակը կյանքը տնում է իր բուրը, գնում է մեռնելու ու չի վախենում։ Այ երկնքում, երբ որ նմանները մտնում են երկինք, երկինքը ոտքի է կանգնում։ Երբ որ Ստեփանոսը քարկոծվեց, գիտեք որ երկինքը ոտքի կանգնել, իմ կասես որտեղից գիտես, որտեղ Հիսուսն էր ոտքի կանգնել, երկինքը ով էր որ ոտքի չկանգներ։
Ասես ահա տեսնում եմ մարդու որդուն Աստծո աչին կանգնած։ Բոլոր տեղերը կկարդա Քրիստոս նստած է Աստծո աչին, բայց Ստեփանոսի վկայությունը ասում է կանգնած Աստծո աչին, կանգնած էր Քրիստոսին բանին, Ստեփանոսին դիմավորել։ Այսպես են հաղթողները մտնում երկինքի արքայություն։ Եվ ոմանք կրակից պրծած մի կերպ մտնում են դրան հետևը նստելու համար։ Էդ էլ լավ է, շատ լավ է։ Դժոխքի հետ համեմատած թակավորությունների թակավորությունը, բայց երբ որ կտեսնես, որ դու կարող ես ավելին ստանալ, քան դու այսօր վաստակեցիր, այդ ժամանակ արդեն հասկանաս Իսրայելի քո ծառայության արժեքը, որ դու առհամարել էիր։ Հիմա օրինակ առաքյալներից շատերը չամուսնացան, օրինակ Պողոս առաքյալը չամուսնացավ։ Նա կարող էր ամուսնալ, չամուսնացավ։ Ինչու՞։ Նույնիսկ խորհուրդ էր տալիս, ասում էր լավ է չամուսնանաք, որովհետև ով ամուսնանում է աշխարհին է հոգում, ով չի ամուսնանում Տիրոջն է հոգում։ Պետրոսի զոքանչ հիվանդ էր։ Խնդիրը չէ, ինչ պետք է աներ։ Եկավ Տիրոջն ասեց, տակ զոքանչը ծանր պարկած է, հիվանդ է, ջերմությունը բարձր է։ Հոգս էր էլի, դարավ Տիրոջը, զոքանչի ջերմությունը բժշկեց։ Պողոսին այդ խնդիրը չկար, որ զոքանչ չկա, բժշկություն էլ չկա, խնդիր էլ չկա։ Հիմա կարող է մեկին, ես չեմ ասում երեխա չունենաք, երեխեքը հրաշալի բան են որ ունենք, բայց կարող է, չէ, երեխային խանգարել քո ծառայությանը։ Երեխա հիվանդ է եղել, դու ծառայության պետք է գնաս, վիճակը լավ չէ, պետք է տանես հիվանդանոց, դու պետք է ստիպված թողես ծառայությունը, մի ուրիշին կանձնարարես, դրանք խանգարող խնդիրներ են։ Բայց եթե մեկը չունի այդ խանգարող խնդիրները, նրա դեմը ոչ մի արգելք չի կարող լինել։ Այս առումով եմ ասում, որ այն ինչ որ ուրիշներին կարելի է, կան ծառայության տեսակներ, որ քեզ դու պետք է ընդունես, որ դա էդ էլ քեզ չի կարելի։ Իհարկե սա բոլորին չէ որ տրված է։ Ահա Ժրաժան ծառայի միջից եթե հանենք աստվածապաշտությունը, ոչինչ չի մնա, որովհետև ժրաժան ծառայի մեջ ամեն ինչ աստվածապաշտության հետ է կապված։ Բայց մարմնավոր մարդու միջից եթե հանես աստվածապաշտությունը, ոչինչ չի պակասի, որովհետև չի էլ եղել որ պակասի։ Հասկանալի է։ Այսպես է։ Եվ եթե մեկը կարող է առանց Աստծո ապրել մի րոպե, 10 րոպե կարողանա առանց Աստծո ապրել ինչ որ դեպքում։ Եթե 10 րոպե կարող ես քո համար Աստված կարծես գոյություն չունի, ապրես, մի ժամ էլ կկարողանաս։ Հետո կանցնի, մի օր էլ կկարողանաս։ Հետո կտեսնես դու մի շաբաթ էլ ես կարողանում առանց Աստծո, առանց եկեղեցու, առանց գրքի, առանց աղոթքի։ Հետո կտեսնես, որ դու ուզում ես մի ամիս էլ այդպես ապրել։ Հետո կտեսնես, որ տարիներով դու աղոթք չես արի ընդհանրապես ու չես անում։ Կան մարդիկ, որոնք մեկ էլ տեսար երկար ժամանակ մոռանում են աղոթքը։ Մի շեմատ փորձություն է գալիս քո ընտանիքի գլխին կամ քո նոր սկսում ես հիշել քո հարատև աղոթքները։ Մարդիկ կան, որոնք տարբեր տեսակի հրատարակությունների գիրք ունեն, բայց մի օր Աստվածաշունչը չեն բացում կարդալ։ Անիշ քո ամենօրյա զարյատկեն պետք է տեղից դու վերցնեիր։ Պարզա, որովհետև ինչպիսի հեռախոսել որ դուք ունենաք, հեռախոսեդ ինչքան ժամանակ արա զարյատկեն պահի։ Քանի օր։ Կեսօր, ուրեմն կեսօրը մեկ, հիմա պետք է հեռախոսը դնի զարյատկա, կեսօր 2 անգամ, 3 անգամ, մարդը լավ 4 օր կարող է պահի քո զարյատկեն, 2 օր, կարիք անընդհատ լիցքավորելու, բա մեր հոգին ըսկի զարյատկա տալու կարիք չունի, թե գիտեք անընդհատ հարատևա, դուք չեք կարող մի հատ աղոթք անել քո ամբողջ կյանքի համար, ասենք մի հատ աղոթք անես, Տեր ես աղոթում եմ այս ամբողջ ամսվա համար, ամեն օր նորից բանը չկրկնեմ, դե չի լինում այդպես։ Երբեք Տերը չի հաշվի հաջորդ օրվա համար քո աղոթքը։ Մենք ամեն օր, եւ ինչի համար է Աստված այսպես դրել կարգը, որ անընդհատ մենք իր հետ հաղորդակցության մեջ լինենք, որովհետեւ առանց նրա հետ ունեցած հաղորդակցության մենք չենք ունենա կյանքի հետ հաղորդակցություն։ Առանց իր հետ ունեցած հաղորդակցության մենք փորձությունների մեջ տանուլ կտանք մեր հոգեվոր պատերազմը, որի համար Տերն ասաց ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, մարմինն է տկար։ Ներքուս դու գուցե հոժար ես, բայց այս մարմինը ունի տկարություններ, քեզ կկանգնեցնի փաստի առաջ։ Եվ մենք պետք է հոգով սպանենք մարմնի գործերը։ Իսա կլինի այն անձնավորությունը հետ, ով աղոթքի այր է, աղոթքի մարդ։ Սա շատ է կարևոր։ Ուրեմն այսպես կամած մարդիկ կարող են ամբողջ կյանքում էլ չաղոթել ու հեռանալ, այսպես են Քրիստոսին կորցնում։ Շատերը հենց այսպես կորցրեցին, այսպես գնացին աշխարհ, այսպես հեռացան, ես շատ անգամ տեսնում եմ մեր երիտասարդ եղբայրներ, քույրեր, որոնք լրիվ աշխարհի մեջ են, ամբարիշտ, ամբարիշտներից ավելի ամբարիշտ։ Ծխախոտը ձեռին,
գողական բանով, մատին ինչ ֆրսնելով, հայոյան կանելով, եթե պետք եղավ հանգարց այդ, պետք եղավ ես իրանց համար սետրակ եղբայր եմ կամ էսի եկեղեցիա։ Պետք եղավ Հիսուսն ով է։ Մի հատ օգուտ եղավ իրանց օգուտը վնասի, մի հատ որևէ բան կիսելով, մոռանում են որ Աստված կա երկնքում։ Բայց որ վաղ գա դատաստանի օրը երկինք մտնելու օրը կտեսնես որ ես այսօր չեմ կարողանա հաջորդ անգամ որ Տերը կամենա կկանենք իմ 5 հիմար կույսերի թերությունները որոնք էին այդ մի բառ չէ որ մենք ասում անցնում ենք որոնք հետո մնացին դրսում մնացին արտաքին խավարում այսօր չի երևա քո վրա վաղը կկանգնես փաստի առաջ դրա համար իշեք անիրավներն Աստծո թագավորություն չեն ժառանգելու Իսկ դուք անիրավություններ մի արեք։ Դուք մի համոզեք, որ դուք ճիշտ եք։ Դուք տեսեք Աստված քեզ ճիշտ կհամարի։ Մանավանդ եթե օրենքը քեզ ճիշտ չի համարում, Աստված քեզ ոնց ճիշտ կհամարի։ Ուրեմն այսպես սիրարված անձը երբեք չի մոռանում, չէ, իր սիրած էակին։ Թե մոռանում է։ Մոռանում է, որ ինքը ժամադրված է, չէ։ Որ ժամադրվեց չեկավ Տղեն ասես մտես գնացիր դու լուրջ մարդ կընդունես դրա հաջորդ անգամ դու կհավատաս որ ինքը կյանքում քեզ հոգատար ամուսին կլինի կամ ընկեր կլինի չէ ուրեմն մտեդ պետք չէ դա դու պետք է հիշես իսկ սիրող անձնավորությունը չի մոռանում երբեք չի մոռանում ու 10 անգամ 100 անգամ ժամացին կնայի մի ժամ առաջ այնտեղ կլինի մի րոպե չի ուշանա այսպես էլ Աստծո գործի մեջ ճիշտ չէ հասմիկ այդ որտեղ ինքը հետ են ցանում հա Գևորգի համար կարող ասկից մեկ դժվար էլի, բայց հետո որ կապեր, շատ լավ ալն է։ Հիմա ով է սիրում Տիրոջը։ Այստեղ ով է սիրում Տիրոջը։ Տերն ասաց. «Ինձ սիրողները նրանք են, ովքեր կատարում են իմ խոսքը։ Նրանք են ինձ սիրողները, ովքեր կատարում են իմ երկնային հոր կամքը»։ Ուրեմն մեր սերը ոչ թե այն է, որ մենք ընդհանրապես բառացի պետք է ասենք Տիրոջը, որ սիրում ենք, այլ որ մենք կատարում ենք մեր երկնային հոր կամքը։ Այսինքն ենթարկվում ենք Աստծո խոսքին եւ նրանով ապրում։ Եթե մի բան այսօր զգում եմ անում եմ, բայց ոնց որ պարտքի զգացումով եմ անում, արա այդպես էլ արա, բայց աղոթի ջանք արա, որպեսզի այն փոխվի գոնե բավարարվածության։ Մի շեմ անցի առաջ, հետո փափագիր, որպեսզի անցնես գերազանցին, որ դու առաջի մրցանակ առնես, ոչ թե ուղղակի լոկ կրակից պրծած երկինք մտնես, կամ էլ լարցակը մտնես թե ոչ։ Հիմա կարդամ այդ որ ասացի մնացների առակը ու այսօր վերջացնեմ։ Մի մարդ օտար երկիր գնաց եւ իր ունեցվածքը նրանց հանձնեց։ Մեկին տվեց 5 մնաս, մի ուրիշ բանում գրված է 10 մնաս, մեկին 5, մյուսին 1։ Որպեսզի դրանք գործածեին եւ շահույթով վերադարձնեին իրենց Տիրոջը։ Երբ որ Տերը վերադարձավ 10 մնաս ունեցողը տարավ ի գործ դրեց եւ 10-ը շահեց։ Բերես Տիրոջն ասաց Տեր, ահա 10 տվեցիր, 10 ավելիով քեզ են վերադարձնում։ Հիշեք, Տերն ասաց, դու փոքրի մեջ հավատարիմ եղար, քեզ մեծին կկարգեմ։ Մտիր քո Տիրոջ ուրախության մեջ, մի ուրիշ գրվածում ասում է 10 քաղաքների վրա կկարգեմ քեզ։ Այսինքն վարձկերի տարբերությունն եղավ ըստ մնացների։ 5-ը բերեց, 5-ը եւս տվեց, ասաց Տեր, 5 կար, 5-ն էլ շահեցի։ Իսկ մեկը որ մի մնաս ուներ, ընդամենը բան չէին ուզել քեզնից, տնաշեն, մի բան էին ասել, էդ էլ չարեցիր։ Տարար պահեցիր ու գիտեիր, որ Տերը բծախնդիր է, Տերը պահանջող է, ու մի օր կգա, այդ հրեշտակը կանգնի ասի, ասա, 15 տարի տվել եմ քեզ, ապրեցիր, ինչ արեցիր այդ 15 տարվա մեջ։ Ու կլալկվես։ Տեսեք ինչ է ասում։ Եվ նրա մոտ եկա մեկ քանքար ստացողը կամ մեկ մնաս ստացողը եւ ասաց. Տեր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես։ Որտեղ ես գիտեիր։ Ես ետրակ եղբայրների քարոզ, յուրիկ աղբերների քարոզ, աշոտներ, մեկ այդի անդադ երեսով տալիս։ Գիտեիր, հա։ Տեր, ես գիտեի, որ դու խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, ուր չես սերմանել, եւ հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել, եւ վախենալով գնացի քո մնասը հողի մեջ թաքցրի, ահա քոնը քեզ։ Նրա Տերը պատասխանեց եւ ասաց. Ուշադիր լսեք, չար եւ ծույլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, եւ հավաքում եմ այնտեղից, ուր չեմ ցանել, ուրեմն դու
պետք չէ որ իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ որ ես գայի իմ ունեցածը տոկոսով ստանեի։ Արդ վերցրեք սրանից այդ մնասը կամ քանքարը եւ 10 քանքար ունեցողին տվեք, որովհետեւ ամեն ոք ով որ ունի նրան պիտի տրվի ու ավելացվի, բայց նա ով չունի, նրանից այն չնչինել, որ կարծում է թե ունի, պիտի վերցվի իրենից։ Իսկ այն անպիտան ծառային գցեք արտաքին խավարը, որտեղ կլինի լաց եւ ատամների կրճտոց։ Մատթեոս ավետարան 25:14-ից 30։ Շատ լավ։ Մի քիչ լանցնեմ, հարմար տեղից վերջացնեմ։ Համաձայն եք։ Փաստորեն, ուրեմն տեսեք, որ ծառայությունները տարբեր էին։ Տերը չտվեց այնքան, որ դու չկարողանայիր անել, Տերը տվեց ըստ իրենց կարողության չափի։ Դու կարող էիր 10 տվեց։ 10-ից մի հատ պակաս լինի, դու թերի ես կատարել այդ գործը եւ Աստված քեզնից պահանջելու այդ մեկի համար։ Դու մտածի որ այ ես 9 տարել եմ, այն ինձ մինը չի արել։ Կապ չունի։ Նա իր ուժի չափերը ստացել, դու քո ուժի չափ։ Մենք ոչ թե մնացների քանակով պետք է մրցենք իրար հետ, այլ մեր կարողության չափով։ Եթե 10 մնաս ունեցողը 10-ն էլ գործադրեց, իր գործը կատարեց 100%-ով։ Եթե 5-ը գործադրեց, 5-ը բերեց, իր գործը կատարեց 100%-ով։ Մեկը մեկ ուներ, եթե այդ մեկը գործադրեր, իր գործը կատարած կլիներ 100%-ով։ Դուրս եկա որ մենք տարբեր գործեր արեցինք, բայց 100% արեցինք բոլորս։ Մենք բոլորս 100%-ով կմտնենք Տիրոջ ուրախության մեջ։ Բայց երբ որ համեմատում ես քո կողքին հետ, դու չես կարող այլևս լավ վազել։ Դու կմնաս արտաքին խավարում։ Հիմա մի երկու տեղ կարդամ, որ շատ կարևոր է ու սրանով այսօր ավարտեմ։ Շատերը ուզում են առանց ծառայելու թագավորել։ Այդպես բան կարող է քաղաքական գործիչների մոտ լինի, բայց Աստծո թագավորությունից այս բան չկա։ Մենք պետք է ծառայենք, որպեսզի կարողանանք հետո թագավորել։ Պողոս առաքյալն ինչ էր գրում այս Կորինթացիների առաջի Կորինթացի 4:8-13-ում։ Խնդրում եմ լսեք։ Արդեն կշտացել եք, արդեն հարստացաք, առանց մեզ թագավորեցիք, երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ միասին թագավորեինք, որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ առաքյալներից հետիներ դարձրեց, մահապարտների պես։ Ուշադիր լսեք, քրիստոնյայի կյանքը ինչպիսին կարող է լինել։ Շատերդ կլսեք բարգավաճման ավետարան, ինտերնետում լիքն է այդպիսի խնդիրներ, մենք հարուստ ենք, մենք հաղթող ենք, մենք այսպես ենք, մենք ուժեղ ենք, մենք առողջ ենք, լսեք։ Բայց ես կասեմ Քրիստոսի խաչի ավետարանը։ Քրիստոսի ավետարանը սա է եւ ոչ թե այն մարդկանց հորինած բաները։ Ինչպիսին կարող է լինել հանկարծ քրիստոնյան կամ ինչպիսին կարող է լինել դու։ Ինձ այնպես է թվում, որ Աստված մեզ առաքյալներից հետիներ դարձրեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին եւ հրեշտակներին եւ մարդկանց։ Մենք Քրիստոսի համար հիմարներ համարվեցինք, իսկ դուք իմաստուն Քրիստոսով։ Մենք տկար, իսկ դուք զորավոր, դուք փառավորված, իսկ մենք անարգված, մինչև օրս մնացինք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք եւ աստանդական շրջում, եւ վաստակում ենք կամ աշխատում ենք մեր ձեռքերով, մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, մեզ հալածում են, դիմանում ենք, վարկաբեկում են, մխիթարվում ենք, աշխարհի համար դարձանք ջնջոց, միտեղ գրված է աղբ, մինչև այժմ բոլորից անարգված լինելով։ Տեսակ ինչպիսի վիճակի մեջ էին գտնվում նրանք, բայց Քրիստոսի արքայության ավետարանը տանում էին հեռավոր հեթանոսներին։ Նրանք չէին ձգտում լավ բարեկեցիկ վիճակի կամ կյանքի, փափուկ կյանքի։ Նրանք մտան այն հնոցը, որը իր մեջ կրում էր ամենամեծ ծառայությունը։ Եվ այսպես էին անցնում։ Սա Քրիստոսի խաչի ավետարանն է։ Երկրորդ Կորինթացի 4:8-10 կարդամ։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, վայր ընկած ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմնի մեջ։ Եթե Հիսուսի մահը քո մեջ չկա այսօր, Հիսուսի կյանքն էլ քո մեջ չի լինի երբեք։ Եթե չկա Հիսուսի մահը, Քրիստոսի հարությունն էլ քո մեջ չի լինի։ Եվ այդ մահը առաջին հերթին մերին մարդի մահն է, որը տանում է դեպի խաչ, որպեսզի մեր մեջ ձևավորվի նոր մարդ Քրիստոսի պատկերին պես ստեղծված։ Շարունակեմ 2 Կորինթացի 6:4-10 ու եզրափակեմ։
Հիմա է ընդունելի ժամանակը եւ հիմա է փրկության օրը։ Ոչ մի բանով որևէ առիթ մի տվեք, որ ծառայությունը արատավորվի, այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրեք որպես Աստծո սպասավորներ, մատները ծալեք, որ կասեմ, մեծ համբերությամբ, նեղությունների, վշտերի, չարչարանքների, գանահարությունների մեջ, բանտերում, խռովությունների, տկնությունների, հսկումների, ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերատարությամբ, քաղցրությամբ, սուրբ հոգով, անկեղծ սիրով, ճշմարտության խոսքով, Աստծո զորությամբ, արդարության զենքերով, որ աճ ու ձախ ձեռքերում է, փառքով ու անարգությամբ, պարսավանքով ու գովասանքով, իբրև մոլորեցնողներ, այսինքն աղանդավորներ, բայց ճշմարիտներ, իբրև անծանոթներ, բայց լավ ճանաչվածներ, իբրև մեռածներ, բայց ահավասիկ կենդանի ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ, իբրև տրտմածներ, բայց միշտ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։ Մատները թերիքեց, իսկ ին ոտերի մատերը չերիքեց այս բաները։ Այսինքն այսպես մենք պետք է լծվենք Աստծո ծառայությանը, որտեվ քանի որ խոսում ենք ծառայի մասին, ծառան էսենց է լինում։ Գերազան ստացող ծառան այսպես է լինում։ Հիմա կողքինիդ ասա, մի հանձնվիր երբեք։ Գերիները չեն հաղթում։ Մի փախիր պատերազմի դաշտից։ Փախչողները չեն հաղթում։ Թույլ մի տուր տկարությանը հաղթի քեզ։ Տկարները չեն հաղթում։ Այլ իշիր, որ ամեն բան դու կարող ես քեզ զորացնող Քրիստոսով։ Աստծո զորությունը ամբողջանում է տկարության մեջ։ Հիմա կասես մի քիչ առաջ եղբայր ասի տկարները չեն հաղթում։ Հիմա ասեմ, այս ինչու Պողոս Արաքյանն ասեց, եւ որ Աստծո զորությունը ամբողջանում է տկարության մեջ։ Երբ որ դու տկար ես զգում քեզ, կարիք ես զգում Քրիստոսին։ Տկար մարդը հույսը դնում է Աստծո վրա, երբ որ քեզ հիվանդության դիագնոզը տալիս են, որ բժիշկները անզոր են, ամբողջ քո էությամբ դառնում ես Աստծուն։ Այդ ժամանակ դու դառնում ես ավելի զորավոր, որովհետև ամբողջապես ապավինել ես Աստծուն, քան թե այն տկարը, որ պրոստո ամեն ինչի, ամեն մի վատ բանի հետ հաշտ է։ Տարբերությունը հասկանալի է։ Որովհետև Աստված խոստացել է մեզ հետ լինել մինչև աշխարհի վերջը, նա խոստացել է մեզ չլքել եւ չթողնել, նրա ողորմությունը մեր բոլորի վրա առատ է։ Հիմա մի տեղ էլ կարդամ, շատ ծանր խոսք է ու հաջորդ անգամ այստեղից նորից կսկսեմ։ Հիմա մենք եթե չենք ուզում ծառայել Աստծուն, եսեք ինչ է ասում Երկրորդ օրինաց 28-րդ գլխի 47-48 խոսքը։ Քանի որ դու ուրախությամբ եւ հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բարի առատության համար կամ ամեն բանի առատության համար։ Նորից կարդամ, քանի որ դու ուրախությամբ եւ հոժար սրտով չծառայեցիր քո Տեր Աստծուն ամեն բանի առատության համար, դրա համար էլ սովի, ծարավի, մերկության ու ամեն տեսակ կարիքի մեջ դու կծառայես քո թշնամիներին, որ Տերը կուղարկի քո դեմ նա երկաթի լույս կդնի քո պարոնոսին մինչև որ բնաջին ջանի քեզ։ Սա երկրորդ օրինացում Տեր ասած օրհնությունների եւ անեծքի հետ միասին հրյա ժողովրդին։ Կամ եթե մեր լեզվով ասեմ, այսպեսի խոսքեր կա ասում, նա ով չի ուզում այսօր զինել ու կերակրել իր բանակին, վաղը ստիպված կլինի զինել ու կերակրել թշնամու բանակին։ Պարզ է։ Սա ճշմարտություն է։ Նա քեզ չի ուզում ավելի ճնշել, քան դու կարող ես տանել, նա քո մեջ ու ավելի մեծ է, քան նա ով աշխարհի մեջ է, նա քեզ կարող է տալ ավելին, քան դու ակնկալում ես անգամ, նրա մտքերը, Աստծո մտքերը քո վրա բարի են, նա քո բոլոր ճանապարհները գիտի, նա հսկում է քեզ գիշեր ու ցերեկ, բարեխոսում է Սուրբ Հոգին քեզ համար հենց հիմա, եւ բնակարան է պատրաստել Աստված քեզ իր փառքի մեջ եւ կվերադառնա մի օր ամպերի վրայով եւ մեզ կտանի իր մոտ որպես Աստծո սեփական ժողովուրդ, որպես քահանայական թագավորություն, սուրբ ազգ գա այդ օրը եւ ոչ մի ուժ, ոչ երկրի վրա, ոչ երկնքում, ոչ միտեղ չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուսով մեր Տիրոջով է։ Ուրեմն մի հատ էլ ասա. Տեր, այսօր դու ինձ հարստացրեցիր։ Ես ավելի զորացա քո խոսքի համաձայն, իմ բոլոր կարիքների համեմատ։
Ես չեմ օգա ու չեմ տրտնջա, քանի որ դու ես իմ կարիքների բավարարումը, դու ես իմ դրոշը, դու ես իմ բժշկությունը, դու ես իմ փրկությունը, դու ես իմ զորությունը, դու ես իմ ապավենն ու ամրոցը, լեցրու քո կյանքի զորությունը իմ սրտում ու ինձ այսուհետև ուժեղ դարձրու քեզանով։ Տերը օրհնի ձեզ, այսքան։